Պարոն Հարապետյան, որ բարձրանում ենք խմբով, առաջի բանը, որ աչք ծակեց, այսպիսի հանգիստ հիմնարկ մենք դեռ մուտք չենք գործել։ Ինչ իմաստով։ Շատ հանգիստ էր, ոչ շարժ կար, ամեն ինչ տեղին էր եւ այլն, բայց շարժ չկար, sense տպավորությունն է, որ հանգստության օրան ենք եկել, այդ ինչից է այդպես։ Չգիտեմ, կդժվարանամ։ Ուրիշ նախարարություններում դուք էլ եք եղել վստահաբար, էլի, կամ ուրիշ պետական հիմնարկներում։ Դա դեռ փաստ չի, որ լավ է։ Պիտի մտածենք ձեր ասացի շուրջ։ Հա, փաստ չի, որ լավ է, բայց չեք նկատել այդ տարբերությունը ուրիշ նախարարությունների բաների։ Աչք ծակեց, որտեղ մենակ ես չէ, էլի, խմբով հասկացանք։ Լավ, մենք ինչ ենք այստեղից սկսում, որովհետև հայտնի է բավականին, որ շախմատի հավաքածու ունեք, շախմատների, եւ տանը եւ այստեղ։ Տանը մեր եթերով եղել է մի քանի տարի առաջ, այստեղին է հետաքրքիր, որն է ամենայուրահատուկ շախմատը, որ ունեք։ Ամենայուրահատուկը, դե տրիվիալ խոսքեր կհնչեն, բայց բոլորը ինձ համար, որովհետեւ եթե իմ աշխատասենյակում են, եթե իմ միջավայրում են, վստահաբար բոլորն էլ յուրօրինակ են։ Չինաստանից ունեմ շախմատի այսպես խաղաքարեր, Մոնղոլիայից իմ օգնականներից մեկը Հայաստան տեղափոխվել է Մոնղոլիայից եւ իր հետ ինձ հուշանվեր բերել է շախմատ, իմանալով որ շատ տարված եմ շախմատով, այստեղ ունեմ Հունաստանից, Իտալիայից, այն հատվածում եւս կարող եք տեսնել։ Ճիշտ է, որ շախմատը իրոք օգնում է նաեւ այլ ոլորտներում մտածողության համար, որովհետև ես այդքան էլ լավ չեմ խաղում շախմատ ու միշտ մտածել եմ, որ մի քիչ միֆականացված է այդ պահը, այսինքն եթե դու լավ ես շախմատ խաղում կամ հետաքրքրված ես, դա դեռ չի նշանակում, որ կյանքում էլ այդ ստրատեգիաներ, ամեն ինչ ճիշտ ես անում։ Դե եթե հավատանք գիտնականներին, ապա այո, առնվազն կենտրոնացվածության, հաշվարկների, ֆոկուսի առումով, ինչպես նաև էմոցիաները կառավարելու, դիմացինին հարգելու, մի շարք որակներ մարդուն փոխանցում է շախմատը, նաև դրանով էր պայմանավորված, որ ժամանակին ոչ միայն որպես PR քայլ, այլ շատ պրակտիկ որակներ եւ հմտություններ տվող խաղ դարձավ հանրակրթության մեջ պարտադիր առարկաներից մեկը։ Բայց նաև փորձը ցույց է տալիս, որ էմոցիաները կառավարելուց օրինակ մեկ չի օգնում, ես վերջերս շատ մի քանի երկու օր տեսանյութ տարածվեց, Կարլսենը, որ պարտվեց ու ահավորը խփեց սեղանին։ Գուկեշը ընդհանրապես ապացուցեց, որ Կարլսենը մարդ է, այդպես էլ է լինում, իհարկե էմոցիոնալ պորտկումներ են լինում, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ մտքի ճկունության, էմոցիաների տեսանկյունից վստահաբար դրական ազդեցություն է ունենում մարդու վրա։ Ես կարող եմ իմ օրինակով համենայնդեպս օրինակ վերցի, ձեր օրինակով դուք վերջի անգամ փաստ չէ իհարկե, որ բոլորի հետ նույն իրավիճակն է, բայց համենայնդեպս ինձ զգալիորեն օգնում է, կտրում է, տեղափոխում է այլ աշխարհ, իսկ իմ կյանքում դա հաճախ իսկապես շատ օգտակար է։ Երբ շատ քաոսի ու ստրեսի մեջ ես լինում, երբեմն դա շատ օգտակար է։ Դուք վերջին անգամ այդպես Կարլսենի պես ինչից եք ջղայնացել ու սեղանի խփել։ Չէ, իհարկե ես շատ ավելի մեղմ հանդարտ եմ վերաբերվում պարտություններին, քան Կարլսենը։ Տարբեր պատճառներ։ Ոչ միայն պարտություններ, ընդհանրապես էմոցիոնալ պորտկումների մասով։ Խաղի գործի մեջ։ Չէ, լինում են, ես շատ էմոցիոնալ մարդ եմ։ Գործի մեջ։ Այ այդ էի ուզում հասկանալ, ինչի համար եք ամենաշատը ջղայնանում գործի մեջ։ Դե օրինակ ինձ կարող է չասեմ հունից հանել, շատ ճոռոմ կլինի, բայց համենայնդեպս կարող եմ շատ տխրել, երբ օրինակ արձանագրում եմ, որ կարող է լինել մարդ, որը չգիտի երազել, չի հավատում, որ Հայաստանը կարող է աշխարհի ուժեղագույն պետությունների հետ որերից մի օր մրցակցել մի քանի օրինակ տարբեր ոլորտներում, չի հավատում այն ամենին, ինչ ինքը անում է իր գործի բերումով։ Դա իհարկե կարող է էմոցիաների այսպես բուրըն ոնց է ստուգում մարդը գիտի երազել, թե չէ, այսինքն խոսակցություն եք բացում իր հետ, հարցեր եք տալիս հասկանալ։ Բացի իհարկե խոսքը, բայց նաև զուսպ ու լուռ աշխատանքի մեջ եւս դա շատ հստակ տեսանելի է։
իր վարքագծում հստակ տեսանելի է տվյալ մարդը անում է, որովհետև պարզապես դա աշխատանք է, ապահովում է իր կեցության ծախսերը, այսպես ռոբոտացված, պարտադրված աշխատանք է, թե այդտեղ կա նաև գիրք, կա նաև նվիրում, կա հարմոնիա։ Այդ ամենը նաև էներգետիկ դաշտում շատ հստակ զգացնել տալիս է իհարկե։ Իսկ պարտադիր եք համարում, որ այդ երազանքը լինի հենց ուժեղագույն պետությունների հետ իսկ առանց դրա դա հնարավոր է։ Ես համենայն դեպս մենք դարեր ի վեր նաև տասնամյակներ ժամանակ ենք վատնել եւ մրցավազքում զիջել ենք մեր դիրքերը, իսկ հասնելու համար ըստ էության հարկավոր է տասնապատիկ կամ գուցե հարյուրապատիկ ավել տեմպ հաղորդել, իսկ դրա տակ եթե չկա երազանք, որևէ շանս Հայաստանը չի ունենա։ Զրո շանս։ Բայց դա միայն երազանք է, թե նաև նպատակ է ձեզ համար, իրատեսական նպատակ է։ Բայց սկսենք նրանից, որ հիմքում պիտի լինի այդ երազանքը, իսկ երազանքը բնականաբար մենք խոսում ենք adekvat իրատեսական նաև նպատակների մասին, որի վրա պիտի կառուցված լինի ջանքը, աշխատանքը, ամենօրյա նվիրումը։ Բնական, այսինքն սրանք իրար հետ շատ հստակ փոխկապակցված են, եթե կա միայն երազանք, այդտեղ եւս ոչ մի շանս առաջընթացի չենք ունենա։ Ինքնաթիռները նաև, ըստ մեկը մի քիչ չգիտենք ձեզ հետ կապված։ Սրանք ինստիտուցիոնալ փոխանցելիության դրսևորում են, այսինքն նախորդ նախարարներից ժառանգած հուշանվերներ են սուտ դրանով պայմանավորված։ Ձեր հետաքրքրությունների դաշտում չեն իրանք։ Միայն դրոնն է այստեղ։ Դրոնն է հետաքրքրությունների դաշտում, բայց շատ բան չենք խոսա երևի դրա մասին։ Չէ, ինչու ոչ, այսինքն իմ աշխատանքով նաև պայմանավորված, ինչպես նաև մեր երկրի անվտանգային առաջնահերթություններից ելնելով առավել քան կարևորվում է ինձ համար, այսինքն գիտեք, որ նախարարության կարևորագույն ուղղություններից մեկը նաև ռազմարդյունաբերության, պաշտպանական արդյունաբերության ուղղությունն է, դրա համար մենք ունենք կրում ենք կարևոր առաքելություն, այս նախարարությունը, իսկ այդտեղ առանցքային ուղղություններից մեկը իհարկե նաև դրոնաշինությունն է, անօդաչու թռչող սարքը, հետևաբար հենց այդ համատեքստում էլ առավելապես կարևորվում է ինձ համար։ Այդ նախարարության աշխատանքի բնույթից նաև կառաջարկեմ, եթե դեմ չեք նստած զրուցենք, որպեսզի սիրով։ Պարոն Հարապետյան, միջև բուն զրույցին անցնելը մի քանի բան էլի աչք ծակեց, նախ Հայաստանի քարտեզը միկրոսխեմաների ձևով, այս գաղափարումն է, ինչա նշանակում։ Իմ գաղափարն է բացառապես էլի պայմանավորված այն փաստով, որ Հայաստանը ձգտում է դառնալ տեխնոլոգիական միջազգային կենտրոն, միջազգային հաբ, այսինքն մեր բոլոր քաղաքականությունները ու ծրագրերը դրան են միտված, եւ դրա համար նաեւ կան նախադրյալ, բոլոր նախադրյալները առկա են, այսինքն այստեղ շատ իրատեսական են մեր ձգտումները եւ ինչ որ նմանատիպ ձևաչափով մտածեցի, որ Հայաստանի Հանրապետության քարտեզը կարելի է պատկերել։ Եւ պաստառները նույնպես դուք եք կախել, այսպես ասած։ Իմ ընտրությունն է։ Ձեր որտեղից են այս պաստառները, ինչ որ մեկին։ Ոչ, համացանցից, բաց եւ տարբեր աղբյուրներից։ Իհարկե թեմատիկաները էլի երազանքների ու երազելու մասին է, որը որ ինձ շատ ոգեշնչում է, բայց նաև ոլորտային կտեսնեք տիեզերք, տիեզերագնաց, լուսին, արեգակնային համակարգ, այստեղ որոշակի քողարկված ռազմարդյունաբերություն։ Դա այնքան քողարկված լավ էլ հասկացվում է, ինչա կատարվում։ Բայց գործունեության հետ կապված ձեր, ինչ է ուզում ասել, բացի են, որ հասկացանք ամենահանգիստ նախարարություններից մեկն է, ըստ իս նաև ամենաքիչ ներողություն ուղղակի մոռացանք, այն հատվածում էլ նաև ունենք Հայաստանի Հանրապետության առաջին արբանյակի Արմսատ 1-ի կատարած լուսանկարը, վերադառնալով հարցիս, բացի են, որ ամենահանգիստ նախարարությունը նաև ոնց հասկանում ամենաքիչ լուսաբանվող։ Չգիտեմ ինչ է այդպես, որովհետև չգիտեմ, ցած հանրային կարծիք կա ընդհանուր, որ
Վտանգնախարարությունը, հա, դե IT ոլորտ, դե լավ, դա ոնց որ այդ ոլորտի մարդկանց համար է ու վերջ։ Այս մասով ինչ եք կարծում կամ ինչ նկատառումներ ունեք, պետքա ձեզ որ ավելի շատ լուսաբանվի, թե ինչքան քիչ այդքան ավելի անվտանգ։ Իրականում մի շարք շերտեր կան այստեղ։ Կան ոլորտներ, որոնք որ լուսաբանման տեսանկյունից մենք պարտավոր ենք լինել շատ ավելի զուսպ։ Կան ոլորտներ նորից նախարարության գործունեության շրջանակներում, որտեղ իհարկե կարելի է համեմատաբար ավելի ակտիվ եւ ագրեսիվ լուսաբանել։ Օրինակ, եթե կառավարությունը 7-ամյա ծրագիր է որդեգրում աջակցելու տեխնոլոգիական ոլորտին, որի առանցքային ծրագրերից մեկը օրինակ համապատասխան ներդրումներ անելն է, որպեսզի աշխարհի խոշոր կորպորացիաները տեխնոլոգիական Հայաստանում ներկայացված լինեն, սա նշանակում է, որ այդ ծրագիրը մաքսիմալ պետք է լուսաբանես տարբեր տեխնոլոգիական կենտրոններում, աշխարհի տարբեր երկրներում, կամ եթե քո նպատակն է հնարավորինս շատ արտասահմանից ֆրիլանսերներ ներգրավես Հայաստան, սա կրկին քեզ դրդում է հնարավորինս ակտիվորեն լուսաբանել քո ծրագրերը։ Եթե այստեղ բավարար չափով ակտիվ չենք, սա ուղղակի նշանակում է, որ թերանում ենք։ Իսկ այդ ասոցիացիան չենք ցանկանում, իսկ այն ոլորտները, որ ես նշեցի, օրինակ նույն ինքը ռազմարտունաբերությունը կամ տիեզերական ոլորտը, որտեղ եւս որոշակի սահմանափակումներ կան, այդտեղ իհարկե շատ կանխամտածված, միտումնավոր է մեր զսպվածությունը, այսինքն կախված իրավիճակից եւ ոլորտային առանձնահատկություններից։ Իսկ այդ ասոցիացիան ճիշտ է, որ ԲՏԱ նախարարությունը դե IT-ն է ու վերջ։ Ոչ։ Որովհետև այս վերջերս ձեզ մոտ է լուր եք դրել, որ ասոցիացիաները գուցե, բայց էությունը ոչ։ Էությունը ոչ։ Որովհետև այս վերջերս լուր եք դրել, որ հեռուստաաշտարակի լուսավորությունն է փոխվելու, դա անմիջապես դեզ հետ կապ ունի, այսինքն դա հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց ՓԲ-ի տիրույթում է, որը գտնվում է մեր նախարարության ներքո, այս կազմակերպությունը կառույցը պատասխանատու է հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստատեսային եւ ռադիո հաղորդումների հեռարձակման համար, իսկ քանի որ նաեւ մենք կապի եւ հեռահաղորդակցության ոլորտն ենք համակարգում, սա տեղավորվում է հենց մեր այդ անձրևանոցի տակ եւ բնականաբար նաեւ ֆիզիկական ենթակառուցվածքն է դրա մասին եւս պետք է մենք հոգ տանենք հեռուստաաշտարակի լուսավորությունը արդեն հնամաշ է կիսով չափ չի աշխատում եւ տվյալ կազմակերպությունը նաեւ իր սեփական միջոցներով պետք է հոգ տանի որ թարմացվի որովհետեւ այնուամենայնիվ դա նաեւ մեր մայրաքաղաքի արտաքին տեսքի վրա է զգալիորեն ազդում եւ այսինքն շատ բազմազան են մեր աշխատանքները եւ ուղղությունները շատ բազմազան են։ Եթե ես ասեմ իհարկե որ հեռուստաաշտարակի լուսավորության հարցը իմ աշխատանքային առաջնահերթությունների top 10-ում է գտնվում, իհարկե ես կստեմ, բայց նաեւ ես եւ նախարարությունը պարտավոր ենք բոլոր դետալների մասին եւս հոգ տանել, որոնք որ գտնվում են մեր ենթակայության եւ պատասխանատվության գոտում։ Ես ձեր էնտուզիազմից ինչ հասկացա, այսպեսի հարց է դες ուզում տալ, մի քիչ հիմա կձևափոխեմ, բայց դուք շատ տարբեր բաներով եք զբաղվել, մասնագիտությամբ թուրքագետ եք, եղել եք Սփյուռքի նախարար, շախմատի ֆեդերացիայի նախագահ եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես ճիշտ եմ հասկանում, որ սա ձեր ամենասիրած զբաղմունքն է, ինչ որ հիմա դուք անում եք։ Ֆուտբոլից հետո։ Դե ֆուտբոլով չեմ զբաղվում, ֆուտբոլը հոբին է, ես ամեն շաբաթ ֆուտզալ եմ խաղում, դա ուրիշ աշխարհ, հա, բայց եթե մենք խոսում ենք պրոֆեսիոնալ աշխատանքի եւ կյանքում առաքելության մասին, այո, այս պահին հատկապես այն ոլորտները, որոնք վերաբերում են ազգային անվտանգության մակարդակի բարձրացման եւ դրա սպասարկմանը, որոնք գտնվում են ԲՏԱ նախարարության ներքո, կյանքի այս փուլում իմ համար մեկ առաքելությունն է եւ այո, այս տեսանկյունից իհարկե դուք ճիշտ եք նկատել։ Հա, ամենասիրած ոլորտն է։ Իսկ սովորություններ նոր բերելա ձեզ այս աշխատանքը կամ հներից, հա, օրինակ
մի քանի տարի առաջվա տվյալներով դուք սուրճ ընդհանրապես չեք խմում, հիմա խմում եք։ Չէ, ոչինչ չի փոխվել։ Ոչինչ, սուրճ հետ կապված ինչ խնդիր կա, Չէ, փորձել եմ, ինչ որ հարաբերություններ եղել են, բայց ինչու չեն ստացվում ձեր եւ սուրճի։ Այս մանավանդ այս գործի մեջ, որ պետքա դուրս չի գալիս ուղղակի սուրճի համը։ Հա։ Եթե խնդիրը փորձեմ հավելել ջանքեր։ Ես ուղղակի որ շատ սուրճ խմող եմ, զուտ միշտ հետաքրքիր է թե ինչու մարդիկ սուրճ կարող են չսիրել։ Ընդ որում բազմապիսի այսպես համերով տարատեսակ թեյեր սիրում եմ փորձարկել։ Մեկ էլ կապված այդ բազմաթիվ զբաղմունքների հետ, համարի ամեն ինչով զբաղվում եք, բայց օրինակ ձեր եղբայրը երաժշտությամբ է զբաղվում, համել երգիչ է։ Ձեզ հետ կապված որևէ երաժշտական ասոցիացիա չկա։ Չունեք սեր կամ փորձել եք ինչ-որ բան նաև այդ ոլորտում անեք։ Դե գիտեք, գոյությունի անձնական տարածք, անձնական տարածքում երբեմն կարող են լինել որոշակի սովորություններ, նախասիրություններ, որոնք ամենևին պարտադիրել չի, որ ամեն օր դու այդ մասին խոսես։ Հիմա ի տարբերություն եղբորս ես բնականաբար չունեմ այն բնածին տաղանդը լավ երգելու, բայց երաժշտությունը իմ հերթական տարերկներից մեկն է, այսինքն չկա երևի իմ կյանքում չի լինում մի օր, որտեղ ինչ որ մի ժամանակահատված երաժշտություն չհնչի։ Ես սկսած Քենդրիկ Լամարից մինչև Էլվինա Մակարյան, այսպես շատ հարուստ բազմազան տվեցի։ Հա, եթե հանենք Ռաբիզը, որտեղ ռադիկալ են իմ հայացքները, գրեթե ամեն տեսակի երաժշտություն ինձ համար այսպես ինձ հետ համահունչ, թե բովանդակային եւ ընդհանրապես երաժշտական ճաշակի տեսանկյունից ես ամեն օր լսում եմ։ Դա նույնիսկ կարող եմ ասել, որ իմ ամենօրյա տրամադրության, տրամադրվածության մոտիվացիայի վրա մեծագույն ազդեցություն ունեցող գործոններից մեկն է։ Այսինքն այստեղ էլ եք լսում աշխատասենյակում։ Նախ, հա, իհարկե։ Հա։ Մեքենայի մեջ պարտադիր, այսինքն աշխատանքի գալիս, տուն վերադառնալիս, կախված իհարկե օրվա տրամաբանությունից եւ բովանդակությունից, երբեմն երեկոները այսպես ավելի շատ ջազի տրամաբանությամբ են անցնում, բայց նորից եմ ասում, այսինքն հիփ-հոփից սկսած մինչև հայկական կլասիկ երաժշտական ուղղություններ։ Ռաբիզի հետ կապված ինչ են ռադիկալ ձեր տրամադրվածությունը։ Դուք ասացիք դրա համար հետաքրքրեց։ Ինչ են ռադիկալ։ Գուցե դեռևս սկսած իմ ընտանիքից դուք հիշատակեցիք եղբորս, որը նաև օպերային վոկալի կրթություն ունի, կրթություն է ստացել երաժշտական եւ ընդհանրապես իմ ընտանիքում ավանդաբար մերժվել է երաժշտության այդ ուղղությունը, չեմ բացառում նաև պայմանավորված, որ այդտեղ հնարավորինս մինիմալի է հասցվել տարիների ընթացքում հայկականությունը եւ հայկական երաժշտական բաղադրիչները հնարավորինս տարիների ընթացքում պակասել են այլ երկրների եւ մշակույթների ազդեցությունն է ավելի շատ այդտեղ գերիշխում։ Ես որպես այդպեսին շատ կոնկրետ պատասխան կարող չունենալ, բայց նաեւ ուղղակի բնական, այսպես ասեմ, չասեմ տհաճություն, բայց առանձնապես այսպես ոգևորություն չունեմ։ Բա ինչ եք անում, երբ գնում եք օրինակ մտերի մարդու ինչ որ խնջույքի ու ռաբիզա միանում։ Հիմնականում տանջվում եմ։ Իհարկե։ Բայց մնում եք սրահում։ Եթե գնում եմ, նախ շատ կարևոր է, որ ում ծնունդին կամ առիթին, հարսանիքին գնում եմ, դա բացառապես նշանակում է, որ ես այդ մարդուն սիրում եմ, գնահատում եմ, արժևորում եմ։ Բայց նաև պիտի ասեմ, որ բախտս բերել է, որ եւ նաեւ ընդհանրապես Հայաստանում հատկապես վերջին երևի 1 տասնամյակի ընթացքում հարսանիքներին ավելի ու ավելի շատ են օրինակ հնչում Արամ Էմպետրի, Սոնա Ռուբենյան, տատեսակ բենդեր, ինչի ինձ շատ է ուրախացնում հենց իմ հարսանիքին եւս, այսինքն մենք հայերս ինքներս մեզ ապացուցել ենք, որ միայն ռաբիզով չի, որ կարելի է ուրախանալ եւ լիարժեք այսպես պարել, ցնցալ,
եւ ունենալ բացառիկ երջանիկ պահեր։ Այսինքն ես տեսնում եմ այդ դինամիկան եւ սա իհարկե լավ լուր է ինձ համար եւ այն բոլոր մարդկանց համար, որոնք ինձ նման են մտածում եւ զգում։ Պարոն Հայրապետյան, դուք նախապես ասացիք, որ եւս մեկ տարածք կա նախարարությունում, բացօթյա է ինքը, ես շատ կուզեմ նաեւ այնտեղ զրուցենք ու արդեն ամփոփենք հաղորդումը։ Վերևենք բարձրան, տանիք, հրաշալի։ Պարոն Հայրապետյան, ինչքան էլ հարմար է աշխատասենյակում լինում, բայց երբ դուրս ես գալիս մաքուր օդի, այսպես ասած, ու այն էլ սենց տեսարանով, մաքուր օդը իհարկե Երևանում, հա, նու ոչ թե ճակերտավոր, համեմատաբար։ Հա, ցավոք սրտի, հա, դեռ։ Այդ առումով ձեզ կոմֆորտ է հենց աշխատասենյակային վիճակը։ Իհարկե ոչ։ Հա։ Բայց այդ ձեր նշած վիճակը կոտրվում է, օրինակ, պայմանավորված հաճախ կամ անդադար իմ այցերով կառավարություն, ազգային ժողով եւ բարեբախտաբար նաեւ ոլորտային տարատեսակ միջավայրեր, այսինքն դրանք կլինեն տեխնոլոգիական ընկերություններ կամ միջոցառումներ, որոնք տեխնոլոգիական ուղղությունն են, հա, ներկայացնում, կամ տարատեսակ արտադրական տարածքներ, գործարաններ, որոնք որ պարբերաբար ես փորձում եմ անել եւ ինժեներական տարբեր այսպես միջավայրեր, այս տեսանկյունից իհարկե այդ իրավիճակը փոխվում է իմ առօրյայում, այսինքն բարեբախտաբար աշխատանքս նաև ինձ դրդում է, որ հաճախ դուրս գամ այս միջավայրից։ Եթե դա չլիներ, իհարկե ինձ համար շատ ավելի դժվար կլիներ։ Ընդհանրապես ես համարում եմ, որ հատկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի համար եւ նախարարության աշխատակիցների համար սա ամենահարմար աշխատանքային միջավայրը չէ։ Այ նաև ոչ միայն գործի բնույթով, դուք նաև ամենաերիտասարդ գործիչներից եք Հայաստանի։ Հիմա էլ չեք կարող ասել ամենաերիտասարդը, բայց Ներից մեկը, ամենաերիտասարդներից մեկը, մենք փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ ենք այդ հարցը քննարկում, դուք եք Չէ, վերջին բոլոր նախարարները, որոնք նշանակվել են, ինձնից երիտասարդ են, պարզվում է։ Բայց նաև ինչն է, այստեղ մի քիչ դիսոնանս առաջացնում այդ առումով, որ երբ ասում ենք նախարար Պաշտոնյան, նախ ավելի տարիքով մարդ ենք պատկերացնում ու ինքը օրգանիկ է այդ աշխատասենյակում, ծանր մեծ սեղան, իսկ համ այս ոլորտը, համ ձեր կերպարը ոնց որ ստիպում ավելի ժամանակակից չասեմ, ավելի տեխնոլոգիապես այլ միջավայր։ Այդ առումով մտածել եք, գուցե ուզում եք փոխեք ընդհանրապես ձեր աշխատանքային միջավայրը։ Իսկապես դա իմ համոզմունքն է, որ համենայն դեպս այդ 4 պատի մեջ ընդգծված խիստ լուրջ դեմքով աուրայով նստելը ամենևին չի խոսում արդյունավետության մասին։ Դա դեռևս երաշխիք չէ, որ դու ավելի շատ արդյունավետ կլինես։ Ես օրինակ ոչ միայն համարում եմ, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, այլ ընդհանրապես պաշտոնյաները մի քիչ ավելի թեթև պիտի լինեն եւ իրենց ոլորտներին, ուղղություններին ավելի մոտ, որպեսզի այդ օրգանական կապը անընդհատ զգան, որովհետեւ այդ կապն է քեզ ապահովում ճիշտ գրագետ արդյունավետ քաղաքականություններ մշակել հենց այդ ինդուստրիաների ու ոլորտների համար։ Եվ այս տեսանկյունից ես մտածում եմ, որ նախ դեռևս մինչև իմ նշանակումը տարատեսակ խոսակցություններ տարբեր փուլերում եղել են, օրինակ նախարարությունը լինի Մերգելյանում։ Հիմա ես մտածում եմ, որ օրինակ նախարարը կարող է շաբաթվա գոնե կեսը անցկացնի ինժեներական քաղաքում, ունենա թեկուզ մի փոքր, բայց պարտադիր լուսավոր աշխատասենյակ եւ լինի այդ ինժեներական համայնքի ամենասրտում ամենօրյա, այսպես ասենք, զարկերակը զգալով, անընդհատ անդադար շփվելով եւ աշխատելով հենց ոլորտի շահառուների հետ, այսինքն սա ես վստահաբար ասում եմ, որ նաեւ ուղիղ կերպով կարող է ազդել նախարարության քաղաքականությունների արդյունավետության բարձրացման վրա։ Ես վստահ եմ սրանում։ Հետևաբար կարծում եմ ժամանակի հարց է, պետք է այս շենքերը թողնել
գուցե հյուրանոցների համար կամ օֆիսային այլ տարածքների։ Ապագայի հետ կապված եթե ոչ ձեզ հարցնեմ, ես շատ մարդկանց գիտեմ, որոնք մտահոգ են արհեստական բանականության ապագայով ու կարծում են, որ իրոք ինչ որ մի օր դա վնասելու է նաև ավելի շատ մարդկությանը, քան օգնելու։ Ձեր կանխատեսումները հատկապես Հայաստանում արհեստական բանականության հետ կապված ի՞նչ է կատարվում։ Նախ այդ մտահոգությունները ու մտորումները մեծավ մասամբ այլևս չեն կասեցնելու արհեստական բանականության ընթացքը։ Իսկ եթե սրա շուրջ մենք կոնսենսուս ունենք, որտեղ օրինակ մի քանի օր առաջ Google-ի Veo 3-ի պատրաստած արդեն տեսանյութերը վիդեոներն էին նայում, որը ընդհանրապես օրինակ կինոինդուստրիային այնպիսի մի մեծ մարտահրավեր է նետում իր իրատեսականությամբ, իրական լինելու, իրականությանը մոտ լինելու իր պատկերներով, եւ սա նշանակում է, որ բոլոր ոլորտներում բնականաբար այդ բնական վախը առաջանում է, բայց կրկնում եմ, եթե մենք այստեղ այդ կոնսենսուս ունենք, սա նշանակում է, թե մենք պարզապես հիմա պիտի մտածենք ոնց արհեստական բանականությունը ծառայեցնենք մեր նպատակներին, այսինքն եթե մենք ունենք դատավոր, որ պիտի արդարադատություն որոշի, կայացնի վճիռներ, որոնք մարդկային ճակատագրերի վրա պիտի ազդեն, այլևս ես կարծում եմ շատ մոտ ապագայում այդտեղ մենք իդեպ մեր տնային աշխատանքները արդեն սկսել ենք անել դատական համակարգի գործընկերների հետ, այդտեղ անխուսափելի է, որ ինքը ունենա արհեստական բանականությամբ ասիստենտ, նույնը ուսուցիչները եւ այսպես շարունակ, նույնը պաշտոնյաները, ամբողջ, չգիտեմ, փաստաթղթաշրջանառությունը, մեր աշխատանքների զգալի մաս, այսինքն միակ խնդիրը, միակ դիսկուրսը հանրային համընդհանուր, նաեւ ընդհանրապես մեր մոլորակում միակ դիսկուրսը կարող է լինել ճիշտ կարգավորումներ, ռեգուլյացիաներ սահմանել արհեստական բանականության կիրառման համար, որովհետև եթե այդ ռեգուլյացիաները չլինեն եւ մենք համապատասխան խաղի կանոններ չսահմանենք, այն իսկապես կարող է լինել չարիք, եւ ինչպես այն ոչ թե փոխարինի, այլ ծառայի որպես ասիստենտ եւ օգնական մարդու համար։ Այսինքն եթե այս ամենը մենք գրագետ անենք, որևէ վախենալու բան չկա եւ ընդհանրապես սա հեղափոխական դարաշրջան է, իսկ մարդկությունը տարբեր հեղափոխական, այսպես ինդուստրիալ հեղափոխություն է եղել, տարատեսակ փուլեր անցել է եւ մենք հետահայաց ենք նետում, տեսանելի է, որ բոլոր հեղափոխական փուլերում էլ տարատեսակ վախեր հասարակությունները ունեցել են, բայց դրանք բնական ձևով հաղթահարվել են։ Սա եւս կհաղթահարվի, ուղղակի այո, այդ կարգավորումների հետ կապված մենք շատ աշխատանք ունենք, մասամբ արդեն սկսել ենք իրականացնել։ Շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, պարոն Հայրապետյան, եւ մեր ավանդական հարցը ինչի համար ձեր գործընկերոջը կհեռացնեք աշխատանքից առանց երկմտելու։ Ես երևի օրիգինալ որևէ բան չեմ կարող հիմա ասել, միայն պիտի նորից խոսքս բխեցնեմ այն սկզբնական մտքից, հատկապես այս նախարարությունը, որը դուք էլ ճիշտ ընդգծեցիք նաև եւ կամ նախ եւ առաջ ապագայի մասին է, այստեղ եթե չկա հավատ, չկա կիրք եւ չկա երասկոտություն իրատեսական նպատակների առումով աշխատանքի մեջ, ինձ համար չասեմ կհեռացնեմ առանց երկմտելու, բայց ինձ համար իհարկե շատ բարդ է լինում նման աշխատակիցների հետ իրար հասկանալը։ Շնորհակալություն։ Շնորհակալ։